Հայաստանում 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին նախատեսվում է գործարկել սեփական իզոտոպային լաբորատորիա, որը կզբաղվի հայկական կոնյակի ստանդարտներին համապատասխանության ստուգմամբ, այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարարը։ Սեպտեմբերի 24-ին գումարվել է Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց միաբանական ընդհանուր ժողովը, որը վերաբերում էր Կովերի պարտեզի շուրջ ստեղծված խնդրին։ Քննարկումների արդյունքում ժողովը մեծամասնությամբ որոշել է Կովերի պարտեզի 2021 թվականի հուլիսի 8-ի պայմանագիրը հայտարարել անօրինական, հակակրոնական եւ անվավեր, քանի որ այն առանց ընդհանուր ժողովի վավերացման է եղել։ Որոշել են նաեւ 5 հոգեվորականից բաղկացած հանձնախումբ ձևավորել, որպեսզի իրավաբանների հետ խորհրդակցելով հետապնդեն չեղարկման դատական հայցը ընդդեմ 20 Gardens ընկերության։ Երևան-Արմավիր ավտոճանապարհի ատոմակայանի խաչմերուկում այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի արդյունքում հոսպիտալացվել է 10 քաղաքացի։ Առավոտյան Արմավիրի մարզում բախվել են Mercedes Magnitshy ավտոմեքենան ու մարդատար գազելը։ Բախման հետևանքով գազելը կողաշրջվել է եւ մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ Վիրավորներից 7-ի առողջական վիճակը բավարար է, 3-ինը միջին ծանրության։ Նրանք անցնում են անհրաժեշտ հետազոտությունները, ծանր դեպք չունենք։ Մանրամասնել են առողջապահության նախարարությունից։ 9 ամսվա կոմայից հետո 59 տարեկանում մահացել է հայտնի հեռուստահաղորդավար, կինոռեժիսոր եւ Ռուսաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Քեոսայանը։ Այս մասին հայտնել է նրա կինը Մարգարիտա Սիմոնյանը։ Տիգրան Քեոսայանը հայտնի է նաեւ որպես սցենարիստ եւ դերասան։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։